նույն ձկնաբուծական ոլորտի հետ կապված ես խնդրել էի Պեկին, ինձ հետաքրքիր էր օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։ Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ, եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք հյուծում, ինչպես ենք մենք սպառում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի կամ 2 տարի առաջ մենք փակ ջրի օգտագործման փակ ցիկլի մասին որոշում կայացրինք։ Մեր հարգելի ձկնարտադրողները ցույցեր արեցին եւ այլն, կառավարությունը չտրվեց դրան եւ մենք շարունակ մնացինք այդ որոշմանը, ինչ տեղի ունեցավ հետո։ Մեր հարգելի ձկնարդյունաբերողները դիմեցին դատարան եւ մեր հարգելի դատարանը չեղարկեց այդ որոշումը։ Այսինքն այն որոշումը, որ կառավարությունը, կարծեմ օրենք էինք ընդունել եւ նաեւ որոշում էինք ընդունել, զրոյացրեցին այդ որոշումը, այսինքն ասցին, որ կարող է այդ արտեզյան ավազանը էլի շարունակենք հանել ու լցնել բանով դրենաժով ուղարկել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Ինչի, ես հարցին պետք է պատասխան ստանանք։ Այս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք, մենք այսօր ասում ենք, աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Այս ինչ է նշանակում, չէ, լավ է, գոհ եմ, բայց պետք է սրա քշիրը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Սա ես ասում եմ, այս որոշման ընդունման ոչ թե հեճուկ, ասում եմ շատ լավ է, բայց մենք պետք է այս թեմաների մասին խոսանք։ Էլ չեմ ասում այդ արտադրանքի որակի հետ կապված խնդիրները։ Ինչքանով են իրանք որակական ստանդարտներին համապատասխանում։ Ընդ որում պետք չի ամբողջացնել, որովհետև կան արտադրողներ, որոնք այո, բայց կան արտադրողներ, որոնք ոչ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչվում ես, դնում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Ասենք սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում այս սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք։